Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը, նշելով, որ Իրանի եւ Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար։ Հայկական կողմը կրկին հերքում է Բաքվի պնդումը, թե ապրիլի 9-ի ուշ երեկոյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ստամբուլում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլն է, որը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։ Բանակցությունների առաջին փուլից հետո Մոսկվան բովանդակալից ու գործնական էր որակել հանդիպումը։ UEFA-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40,000 եվրոյով մարտի 23-ին Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո Վրաստանի հավաքականի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ, արգելափակվել էին ելքերը։ Որոշման մեջ նշվում է, որ վրացի երկրպագուները հանդիպմանն օգտագործել էին լազերային լույսեր։ UEFA-ի որոշմամբ Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։